Արևմուտքի մասնավորապես Միացյալ Նահանգների հարավային Կովկասին մերձենալը պլանները Սյունիքում թրիփի նախագծի իրականացման նկրտումներով ավելի են մեծացնում տարածաշրջանի մյուս պետությունների հետաքրքրությունը այդ նախագծում ընդգրկվելու առումով։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցին ընդառաջ Ռուսաստանից եւս մեսիջներ են հասնում, հետաքրքրվածությունն ավելի է մեծանում Թրամփի ուղուն իրենց ներդրումն ունենալու առումով։ Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը թրիփ նախագծին, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։ Որոշ վերլուծաբանների դիտարկմամբ, սակայն կասկածելի եւ անհնարին է նախագիծ, որտեղ Միացյալ Նահանգներն է կարող է տեղ գտնել նաեւ Ռուսաստանը։ Միացյալ Նահանգների ընդհանրապես արևմուտքի առաջնահերթ խնդիրներից է հարավային Կովկասից Ռուսաստանին մեկուսացնելը եւ հակառակը Ռուսաստանի շահերից չի բխում արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում։ Միացյալ Նահանգների տեսանկյունից տեսեք, Միջին Միջանցքի ամբողջ իմաստը այն է, որ դա այնտեղ Ռուսաստանը մասնակցություն չունենա։ Եթե Ռուսաստանը այդտեղ մասնակցություն ունեցավ, ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի տրիպը դարձնել Միջին Միջանցքի մաս։ Հայաստանի իշխանություններից եւս բացառեցին Ռուսաստանի ներկայությունը մի նախագծում, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Հարցը նաեւ ինչպես կարող է Ռուսաստանը ներգրավել մի նախագծում, որտեղ Հայաստանն ու Միացյալ Նահանգները իրենց համար համապատասխանաբար 26 եւ 74% մասնաբաժին են սահմանել։ Թրիփը ստեղծվել է Ռուսաստանը շրջանցելու համար, նախատեսում է կենտրոնական Ասիայից բեռների տեղափոխում Ադրբեջանի եւ Հայաստանի միջոցով Թուրքիային տեղել Եվրոպան եւ որը որ պետք է շրջանցի Ռուսաստանը։ Անցած տարվա նոյեմբերին Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքերին հայտնել էր, որ բանակցություններ են վարել Հայաստանի երկաթուղիների օպերատոր Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության ներկայացուցիչների հետ Նախիջևանով Իրանից Հայաստան որոշ բեռների մատակարարման համար։ Իրանի համար կարևոր է, որ այնտեղ զորք չլինի արևմտյան։ Եթե դա աշխատելու է, կարևոր է պիտի լինի Իրանի կասկածները փարատելը։ Հակառակ դեպքում այդ ծրագիրը պարզապես կարող է չաշխատել։ Ընդդիմադիր թևը համարում է, որ բացառիկ իրավունքները, որոնք ԱՄՆ-ն ստեղծել է իր համար թրիփ նախագծում, հնարավորություն չի տալու Հայաստանի այլընտրանքային կոմունիկացիաների, մասնավորապես Իրանի հետ երկաթուղային կապի կառուցումը։ Հակելով Իրանի ճանապարհը դեպի հյուսիս-հարավ, այդ ճանապարհով Իրան-Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Իրան-Հայաստան, Վրաստան, Սևծով, Պոտին եւ Բաթու նավանգիստերով, Սևծով Եվրոմիություն։ Այս ճանապարհը փակելու շլագբաում է, երբ որ Ամերիկան պետք լինի բացի, երբ որ Ամերիկան պետք լինի փակի։ Թրիփը դա է։ 2019-ին Հայաստանի կառավարությունը կասեցրել է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման չինական կողմի հետ մշակված նախագիծը։ Ի դեպ, Իրան-Հայաստան երկաթգծի երկայնությունն այդ նախագծով պետք է կազմեր 300 կիլոմետր, ներառելով 64 կամուրջներ, 15.5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, 60 թունելներ եւ 27 կայան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։